Ողջույն։ Այսօր մամուլի ասուլիս էր Երևանում հայտարարված, որին մասնակցում էին Ֆրանկֆուրտում գործող Ցեղասպանության հակառակորդների միության ազգությամբ թուրք եւ քուրդ ղեկավարներ։ Թեման այն էր, որ Թուրքիան կարող է ապագա ունենալ միայն այն դեպքում, եթե ճանաչի ցեղասպանությունը եւ կատարի հատուցում։ Հայաստանում այս օրերին անցկացվում է ցեղասպանագիտության շաբաթ միջոցառումների շարք, նվիրված հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Մասնակցում են հայ եւ միջազգային փորձագետներ, ցեղասպանագետներ, պատմաբաններ եւ գրողներ։ Տեղի է ունենալու թուրք պատմաբան Թաներ Ակչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի շնորհանդեսը հեղինակի մասնակցությամբ։ Նախորդ տարի Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ է այցելել 300 թուրք։ Ինչ եք կարծում, քանի հայ կա, որ ուրանում է հայոց ցեղասպանությունը։ Ավելի կոնկրետացնեմ հարցը։ Այս պահին, երբ թուրք գիտնականներ են կոչ անում հայոց ցեղասպանությունը ճանաչել ու հատուցել, քանի պաշտոնյա կա Հայաստանում, որ ուրանում է հայոց ցեղասպանությունը։ Ոչ միայն ուրանում են, այլև ծեծկռտուք են հրահրում, երբ խոսք է գնում ցեղասպանությունը դատապարտելու։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը հայտարարեց, որ նախագիծ է բերել խորհրդարան հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը եւ արդարացումը քրեականացնելու վերաբերյալ։ Այդ հայտարարությունից շատ կարճ ժամանակ անց Ազգային ժողովի նախագահը սկսեց բորբոքել, թեժացնել նիստը ու տեղի ունեցավ քաշքշուկ։ Ընդհանրապես, Ազգային ժողովի նախագահը որպես սադրիչ աշխատելու համար շատ հարմար դիրքում է։ Նա նստած է Ազգային ժողովի բարձր կետում, ունի թիկնազոր, ունի Ազգային ժողովի անվտանգության աշխատողներ, որոնք եւս իրականում իր թիկնազորն են, եւ ամեն անգամ ընդդիմադիրների ելույթներից հետո ռեպլիկներ է անում, վիրավորանքներ, ամբաղ-զամբաղ խոսում է, սադրում է, որովհետեւ մեկ է, ինքը շատ պաշտպանված է։ Նախկին իշխանության մեջ կային մականունավորներ, վատ համբավ ունեցող падգամավորներ, որոնց անունը իսկ նշանակում էր, որ եթե այսինչ տեղում կան, ուրեմն բորբոքել չի կարելի, տուրու դմփոց են սարքելու։ Սեյրան Սարոյանը օրինակ, երբեմն ասում էր, չէ՞, եթե այսինչ բանը ես ու Շմայսը անեինք, հələ ուրիշ բան բադուկ։ Հիմա հեղափոխությունից հետո այս տղերքը, որ նախկիններին հռչակել են կրիմինալ, իրենց խեղճ հարիվ, սկսել են անընդհատ պատմությունների մեջ ընկնել։ Այսօր Ալենը բորբոքեց իրավիճակը, ու որ ամենախնդալուն էր, բորբոքվածների մեջ տեսա Վահե Ղալումյանին, տեսա Կոնջորյան Հայկին, Մկրտչյան Արենին եւ այլոց։ Վահե Ղալումյանը 50 տարեկան տղա է։ 50 տարվա առաջին 46 տարին գլուխը կախ ապրում էր իր համար։ Հեղափոխություն են անում, падգամավորի մանդատ են տալիս ու մեկ էլ տեսնում ես, որ այս սուսիկ-փուսիկ տղեն հայտնաբերել է իր բռունցքները։ Ես որ ամեն օր լրատվության մեջ եմ, այն հեռավոր 2000-ականներից առաջին անգամ Վահե Ղալումյան անուն ազգանով մարդու մասին իմացել եմ 21 թվականի օգոստոսին Ազգային ժողովում ընդդիմության վրա հարձակվելիս։ Որ Ալեն Սիմոնյանը խոսել գիտի, սենց բորբոքվել գիտի, առաջին անգամ իմացել եմ գիտեք երբ, Ազգային ժողովի փոխնախագահ եղած ժամանակ։ 45 տարեկան այդ տղուն առաջին անգամ Ազգային ժողովի փոխնախագահ ժամանակ իմացել, որ գոռալ գիտի, ձենը բարձրացնել գիտի։ Ես առաջին անգամ Ազգային ժողովի նախագահ եղած ժամանակ իմացել, որ ոչ միայն նրա թուքը բերանում չորացած չէ, այլև թքել գիտի։ Մինչև այդ ոչ մի բանով աչքի չընկած այդ տղուն պաշտոն են տալիս, մեկ էլ հոպ ակվարիումից սկսում է դուրս գալ ու պարզվում է, չէ, ինչ որ խուլիգանություն է անում։ Արեն Մկրտչյան անուն ազգանունը առաջին անգամ իմացել եմ 2018 թվականի ամռանը, երբ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ ինչ որ բեմադրվեց։ Ասացին նա է մոնտաժել այդ Տուշոնկաշոուն։ Այս տղեն, որ այս թվարկածներից ավելի սուսիկ-փուսիկ էր, այսօր պարզվում է կռվի թամադա է։ Իրեն էլ իբր բռնում են, որ իբր հանկարծ չգնա հոշոտի։ Մի 2 տարի առաջ էլ ոստիկաններով շրջապատված Ալավերդու քաղաքապետարանում էր կայանում։ Մի հատ կարող եք ասել, թե ոնց է լինում, որ ոչ մեկս ձեզ չենք ճանաչում, կամ ճանաչում ենք որպես խելոք, մելոք տղա, մի հատ падգամավորի մանդատ են տալիս, մեկ էլ հոպ 4 տարում ավելի շատ ծեծկռտուքների մեջ եք հայտնվում, քան նախկին մականունավոր падգամավորները նախկին 6 գումարումների խորհրդարանում ու Գերագույն խորհրդում միասին վերցրած։
Սա նշանակում է, որ այդ ձեր դուխը ձեր պաշտոնն է ու հենց դուք ձեր զարդը, այսինքն մանդատը կորցնեք, մեկը կվերադառնա իր ճաշինը, մեկը հետ կգնա սպորտային մեկնաբան, մեկը էլ ասենք հետ կմտնի ակվարիումի մեջ, եթե որևէ տեղ պատրաստ լինեն հետ ընդունել իհարկե։ Հիշեցի լուսահոգի Վահան Հովհաննիսյանի խոսքերը, ուղղված այն ժամանակ հանրապետական իշխանություններին, բայց ի տարբերություն հանրապետականների, որոնք այսօր սովորականի պես կարողանում են փողոցում քայլել, գործունեություն ծավալել, դուք իսկականից չեք կարող ձեր դալաններով ներս մտնել։ Պատկերացնում եք, իշխանափոխությունից հետո Արեն Մկրտչյանի վիճակը իր հայրենի Ալավերդիում, երևի չկարողանալու անգամ իր բնակարանից դուրս գալ։ Վահե Ղալումյանն անընդհատ ընկնելու է խնդիրների մեջ, թաղեցիներն անգամ ձեռքով բարև չեն տա։ Ալենը ընդհանրապես կարծում եմ մեծ երկրում չի ապրի։ Լավ, ինչու է կպմբորբոքվում հայոց ցեղասպանությունը քրեականացնելու օրենքի նախագծի վերաբերյալ։ Տպավորություն ունեմ, որ ուղիղ կապ կա Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանական իշխող թիմերի միջեւ ու այնտեղից պուլտը սեղմում են ազգային հարցերի վերաբերյալ ընդդիմության նախագծերի դեպքում։ Հայոց ցեղասպանության շղթումը քրեականացնելու մասով կան տարբեր կարծիքներ։ Օրինակ, կարծիք է, որ ամոթ է, որ ցեղասպանություն ապրած երկիրը ունի ցեղասպանության շղթումը քրեականացնող օրենք։ Այսինքն կա, բայց անատամ օրենք է։ Կան մարդիկ, այդ թվում ես, որ կարծում ենք պետք է մենք ապրեինք այնպիսի միջավայրում, որ նման օրենքի կարիքը չլիներ, որ Կիպրոսը, Շվեյցարիան, Ֆրանսիան եւ այլ երկրներ քրեականացրել են ցեղասպանության շղթումը, հասկանալի է, թուրքերով լցված երկրներ են, իսկ Հայաստանում առնվազն տարօրինակ է, որ կարող է գտնվել մի հոգի, որը կհերքի, բայց արի ու տես, որ հասել ենք այդտեղ, ու դա անում է իշխանությունը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածով ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը քրեականացվում է, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա, անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։ Կարտացի հոդվածի դրույթը։ Այսինքն, եթե ցեղասպանությունը պարզապես հերքում ես, քրեականացված չէ։ Օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, հələ պետք է պարզենք ինչ է տեղի ունեցել, դա հայոց ցեղասպանության շղթում է։ Երբ Նիկոլը նաև հավելում է, պետք է պարզենք ինչու է տեղի ունեցել, սա արդեն արդարացում է։ Եվ այն, որ Հայաստանի դատախազությունը, այսինքն Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նանա Վարդապետյանը չլսելու է տալի Փաշինյանի ելույթը կամ համարում է, թե հանցակազմ չկա, ուրեմն ցեղասպանության շղթմանը նա աջակցում է ՔՊ-ին հավասար։ Կմիանա քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը Հայաստան խմբակցության նախագծին։ Ոչ։ ՔՊ-ականները դեմ կլինեն, ինչպես որ դեմ են եղել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեականացնելուն, ինչպես որ չեն միացել Բաքվում կայացած COP29-ի ժամանակ հայ գերիների վերաբերյալ հայտարարությանը, ինչպես որ դեմ են եղել Շուշիի թուրք-ադրբեջանական հռչակագիրը դատապարտելուն։ Այս նախագծի քննարկումը ընդամենը հերթական անգամ ցույց է տալու, թե ինչքան աջակից ունի Թուրքիան Հայաստանի իշխանության մեջ, եւ հերթական անգամ լինելու ենք խայտառակ որպես պետություն։ Կարճ ասած, 100 տարվա պայքարի արդյունքում մենք չկարողացանք հայոց ցեղասպանության ճանաչումը հասցնել Թուրքիա, բայց թուրքերը կարողացան հայոց ցեղասպանության շղթումը հասցնել Հայաստան։ Ընդամենը 7 տարում։ Ինչ եք կարծում։ Եթե հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագիծը, Ղարաբաղի հարցի վերաբերյալ նախագիծը, հայկական սփյուռքի վերաբերյալ նախագիծը Հայաստանի ազգային ժողովում, Թուրքիայի մեջլիսում ու Ադրբեջանի Միլի մեջլիսում դրվեն միաժամանակ քվեարկության, նույն պատկերը չի գրանցվի։ Հայաստանի խորհրդարանական իշխանությունը չի քվեարկի իր թուրք ու ադրբեջանցի գործընկերների նմանությամբ, կքվեարկի անշուշտ։ Ընդամենը 2 օր առաջ էինք անդրադարձել թեմային, որ Հայաստանում հաստատված է ադրբեջանա-թուրքական իշխանություն։